Սա իրազեկման ավտոերթ է, մարդկանց իրազեկում ենք, որ հուսալքվել պետք չի, արտագաղթել պետք չի եւ պետք է ամենայն լրջությամբ պատրաստվել 2015 թվականի ապրիլի 24-ին։ Այդ օրը մենք պատրաստում ենք իշխանապողություն, հեղափոխություն, համակարգապողություն։ Մի խոսքով այն ինչ որ առայժմ չի հաջողվել, մենք պետք է այդ օրը իրականացնենք։ Մենք հիմա շրջելու ենք 42 բնակվայրով հանրապետության մոտ 3 մարզերով մոտարապես ու իրազեկելու ենք մարդկանց, որ գոյություն ունի այսպիսի հասարակական քաղաքական նախաձեռնություն, որը ի վերջո պետք է ինչ-որ բեկումնային փոփոխություն մտցնի մեր ժողովրդի կենսակերպի եւ ապրելակերպի մեջ։ Մենք գտնվում ենք տեղեկութային շրջափակման մեջ ու փաստորեն չունենք հերթապետությամբ եւ այլ մեծ լսարան ունեցող միջոցներով մեր ժողովրդի հետ շփվելու հնարավորություն եւ այդ հանգամանքը օգտագործելով ռեժիմը եւ նրա այդ գործակցող կեղծ ընդդիմությունը ժողովրդին փորձում են զրկել այլընտրանքի հնարավորությունից։ Մենք պատրաստվում ենք մոբիլիզացնել, համախմբել մեր ժողովրդին եւ ապրիլի 24-ին ցեղասպանության արարողամյա տարելիցի օրը սկսել ռեժիմին հեռացնելու գործընթացը։ Իրազեկման երթ, որպեսզի մարդիկ քնից արթնանան, հասկանան, որ ժամանակն է արարելու։ Ապրիլի 24-ը ընդամենը հիշատակի օր չէ։ Ապրիլի 24-ը արդարության հաստատման եւ վերածննդի օր է։ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում 2015 թվականի ապրիլի 24-ին դուրս գալ փողոց։ Մենք հաղթելու ենք այս ռեժիմին, ինչպես հաղթեցինք Սարդարապատում եւ Արցախում։ Պատրաստվիր ապրիլի 24-ի հաղթանակին։ Այսօր առաջի երթներ, ես համոզված եմ, որ հաջորդ երթերին պիտի քանակը կրկնապատկվի, քառապատկվի։ Ես համոզված եմ նաև, որ այս մեքենաների քանակը, որ քիչ չէ եւ գնալով շատանալու է, դա ոգևորելու է մեր ժողովրդին։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ երկրում փոփոխություն կատարելու հարցում մենք մեր ժողովրդին համոզելու խնդիր չունենք։ Բոլորն են այդ կարծիքի, մենք խնդիր ունենք մեր ժողովրդին հուսադրելու, թե կարող ենք, թե ոչ։ Այս ուղղությամբ է, որ մենք պետք է աշխատենք եւ ապրիլի 24-ով մենք սկսում ենք, մենք դուրս ենք գալիս փողոց եւ դու այլևս չենք վերադառնալու մինչեւ չսերբազատվենք այս ռեժիմից։ Այս դեղեցությունը ոչ միայն այս դեղեցությունն է մեզ հաջողվելու դեղ հասցնել, ես համոզված եմ, որ մեզ հաջողվելու է նաեւ մեր ժողովրդի զգալի մասին հուսադրել։ Եվ այդ դեպքում արդեն փոփոխությունը ես համոզված եմ, որ շատ հեշտ է լինելու եւ հնարավորինս անցնցում։ Մեր ժողովուրդը առասարակ քաղաքական խմբերից, խմբակներից հոգնել է, գուսակցություններից հոգնել է այդ հարցում, այսինքն այդ լուսամուտով չէ, որ մենք մտնելու ենք ու փորձենք նորից մեր ժողովրդին համոզել։ Մեր ժողովրդի իմաստուն է, ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը ուզում է այլ որակ, քաղաքական այլ խավ, այլ խումբ, ազնիվ, անկեղծ, վճռական եւ ես համոզված եմ, որ մեզ հաջողվել է արդեն իսկ ձևավորելու այդ խմբի գորիզը, երբ մենք ներկայանում ենք անկեղծ ազնիվ որակյալ մարդկանցով մեր ժողովրդին, ես ուշ-շուտ մեր ժողովուրդը ոտքի է կանգնելու եւ փաթաթվելու է այդ խումբի շուրջ ու միասին մեր նպատակին հասնելու ենք։